Մարդը տան մեջ, ընտանիքի մեջ կռիվ է գցում, վերջում ինքը ջրից չոր է դուրս գալիս։ Այն տպավորությունները բոլորը մեղավոր են բացի իրենից։ Նույնը կարող է տեղի ունենալ քաղաքական դեբատների ժամանակ, որտեղ փոքր ավելի ցիվիլ քաղաքակիրթ զրույց պետք է որ լիներ, բայց մեկ էլ տեսնում ես օրինակ, մոդերատորը կարող է ճնշել դեբատների հյուրերին, մասնակիցներին, ոնց է ստացվում, որ մարդը, ով բացահայտ սխալ է, ու բոլորս տեսնում ենք դա, կարողանում է այնպես անել, որ հանրությունը իրեն ավելի ճիշտ ֆոնի ներքո ընդունել, քան mēs, որ որևէ բան չեն կարել։ Սա պատահականություն չէ, մշակված մեխանիզմ է, բայց դա չի նշանակում, որ կիրառողները կրթվել են, գրքեր են կարդացել եւ այլն։ Դա կարող է լինել ենթագիտակցորեն նաեւ եւ կարող է լինել կրթվելու արդյունքում։ Այս թեմային անդրադարձել է իմ սիրելի փիլիսոփաներից մեկը Արտուր Շոպենհաուերը, ու շուտով ես այս թեմայով խոսելու եմ իմ տելեգրամյան ալիքում, թե ինչ մեթոդներ են կիրառում մարդիկ, գիտակցված կամ ենթագիտակցորեն, որ կարողանում են իրենց միշտ ճիշտ լույսի ներքո ներկայացնել։ Ոչ թե նրա համար, որ վերցնենք ու կիրառենք, այլ ճանաչենք ու իմանանք ինչից պիտի խուսափենք, որովհետև եթե չգիտես հակառակորդդ ինչ զենքով է գալիս քեզ վրա, դու ամենայն հավանականությամբ միշտ լինելու ես զոհի ու պարտվողի դերում։ Կարող եք բաժանորդագրվել իմ տելեգրամյան ալիքին, ցանկալի կլինի հիմա չբաժանորդագրվեք, որովհետև հիմա մի փոքր ամսավճարը քիչ է, հունվարից բաժանորդագրվեք, այդ ժամանակ ամսավճարը բավական նորմալ գումար է լինելու։ Հարցերի դեպքում գրեք, սիրով կմեկնաբանեմ։